Ուրեմն պետությունը իրանց միշտ խանգարում է։ Պետությունը բացի այդ կարող է եւ մի օր ոտքի կանգնի, ամրանա ու հաշիվ պահանջի իրանց այդ ապօրինի ձեռքբերածների հետ կապված։ Քանզի մինչև հիմա էլ ահագին հաշիվ են պահանջել իրանցից եւ ինչքան որ բացահայտել է մեր սիրելի դատախազը, որին ժողովուրդը մեծ մասամբ շատ է սիրում։ Ուրեմն դա բացահայտել է հələ այս ավազակների, այս կողոպտիչների թալանածի ընդամենը մի քանի տոկոս է։ Մնացածը դեռ քողարկված է։ Սրանք սարսափի մեջ են, որ եթե նոր իշխանությունը ուրեմն վերարտադրվեց, այսինքն Փաշինյանի իշխանությունը նորից մնաց, ուրեմն իրանք կործանված են, որտեղ այս անգամ իրանք հիմնական ունեցվածքի հաշիվը իրանք պետք է տան նոր իշխանություններին։ Արդեն առանց այդ էլ փորձ ունեն այս իշխանությունները, հակակոռուպցիոն կոմիտե ձևավորեցին, ահագին դրանք։ Բայց Սամվել Կարապետյանի ունեցվածքը մեծ մասը Ռուսաստանում է, բիզնեսներն են այնտեղ նաև։ Ստեղ էլ ունի, այնտեղ կկորցնի, ստեղ էլ կկորցնի։ Սրանք այդ հույսը դրել են եւ Քոչարյանը, եւ Ծառուկյանը, եւ Սամվել Կարապետյանը դրանք ոչնչից դարձել են ամեն ինչ։ Ոչնչից, զերոյից, Քոչարյանը Զապարոժեցից դարձել է ամեն ինչ։ Եվ որ այդ իրանք թղթե վագր են նկարում, իրանք համարում են թղթե վագրեր, մտածում են թե այդ արյուծ ներողություն, թղթե արյուծներ, այդ արյուծին կարող են շունչ փչել եւ կենթանանա։ Էլ չեն մտածում, որ իրանք ոչնչից դառնան ամեն ինչից էլ հիմա շուտով կդառնան ոչինչ։